Գտնվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք միավորվել են մի գաղափարի շուրջ, մասնակցել և աջակցել մոլորակի ժամ համաշխարհային ակցիային, որի նպատակն է միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։ Այս գաղափարը նախաձեռնությունը ի սկզբանե բնության համաշխարհային հիմնադրամն է ներկայացրել և նախաձեռնել, որի նպատակն էր նպատակը հիմնականում պայքարել կլիմայի փոփոխության դեմ և սկսվել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ առաջին անգամ 2 միլիոն մարդ անջատել են էլեկտրական էներգիայի լույսերը և ցույց են տվել աշխարհին, որ կարող են համախմբվել և միասին պայքարեն այս կլիմայի փոփոխության դեմ։ Հետագայում այս նախաձեռնությունը ավելի զարգացել և 2009 թվականից արդեն բավականին մեծ քանակությամբ պետություններ են միացել այս ակցիային և մոտավորապես 2 միլիարդ մարդ արդեն մասնակցում է այս ակցիային, մոտավորապես ամենախոշորագույն քաղաքներից, մայրաքաղաքներից 37 մայրաքաղաք մասնակցում է և այս տարի մոտ 150 պետություն աշխարհում մասնակցում է այս մոլորակի ժամ համաշխարհային։ Մինչև մեր կազմակերպությունները յուրաքանչյուրը ելույթ կունենան, ես ուզում եմ բոլորի ուշադրությունը գրավել այս 3 րոպեանոց տեսագրողակը, որը նվիրված է մոլորակի ժամ համաշխարհային ակցիային, և հետո արդեն կանցնենք յուրաքանչյուր կազմակերպության ելույթներին։ Using the equivalent of 1.5 planets to support life on Earth. Earth will never hope that this could change. People are turning out their lights to signal their concern about the future of our life on this Earth. Միացել են այս նախաձեռնությանը, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին, մեր գլոբալ պարտնյոր HSBC ֆանկին, շատ հաճելի է, որ WWF և HSBC-ն ոչ միայն գլոբալ պարտնյորներ են, այլ նաև տեղական պարտնյորներ են, այսինքն Հայաստանում մենք բավականին իրար հետ աշխատում արդեն 5 տարի է HSBC-ն մասնակցում է այս մայր ակցիային։ Եվ իհարկե մարգի զարգացման գրասենյակին կոնգրես հյուրանոցին, որը ամեն տարի մեզ տրամադրում է այս քայլիչը իրականացնելու համար մեր ակցիային և իհարկե կլիմայի փոփոխության համակարգող Արամ Գաբրիելյանը, որը ներկա է այսօր, ու նորից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորին, ու այս 5-րդ տարին է մենք իրականացնում ենք այս նախաձեռնությունը, ասեմ, որ գնալով ավելանում են մեր գործընկերները այն հարցով, որ միանում են այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում նորից և ուզում եմ խոսքս փոխանցեմ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Մարտիրոս Ծառուկյան։ Շնորհակալություն, պարոն Մամեդյան, շնորհակալություն բոլոր ներկաներին, հարգելի մեր գործընկերներին, հատկապես լրագրողներին, ինչու որովհետև իմ կարծիքով այս միջոցառումը, որ մենք այսօր պետք է իրականացնենք, ավելի միտված է մարդկանց գիտակցության վրա ազդելու
նրանց վարքի վրա ազդելու, քան ասենք կոնկրետ ինչ-որ արտանետումներ կրճատելու կամ շոշափելի ինչ-որ արդյունք ստանալու այդ ուղղությամբ։ Ինչու քանի որ ստեղծված իրավիճակի պատճառը մեծամասամբ կախված է մարդկանց վարքից։ Այն ինչ-որ ձևավորվել այսօր մարդկանց գոնե աշխարհի զգալի մասի մարդկանց վարքում, դա բնապահպանական մտածողության հետ համատեղելի չէ։ Ավելի միտված է, ասենք, արտադրողների շահերին, մարդկանց վարք, այսինքն մարդկանց գիտակցությունը ինչ-ինչ ձևերով, ինչ-ինչ մեխանիզմներով ուղղորդում էին ուղղությամբ, որտիսի մարդիկ ավելի շատ ապրանքներ ձեռք բերեն, ավելի շատ ուրեմն սպառողական մտածելակերպի զարգացման ուղղված, ինչը ի վերջո շահույթ է բերում արտադրողներին, բայց ոչ օգուտ բնության։ Այդ տեսակետից ես կարծում եմ, որ այդ մեկ ժամվա լույսերը անջատելու միջոցառումը միտված է ավելի շատ այն բանին, որպեսզի մարդիկ կարողանան առօրյա իրենց ուրեմն ապրելակերպից մի քիչ հեռանալ եւ այդ մեկ ժամվա ընթացքում մտածել արդյոք ինչ կարող են իրենց վարքում փոխել, որպեսզի այն խնդիրը, որ այսօր կանոնացի մարդկության առաջ ինչ-որ ձևի հաղթահարել։ Ես կարծում եմ, որ ավելի շատ այս ուղղությամբ պետք է ուրեմն աշխատել եւ դրա համար լրագրողների աշխատանքը հատկապես կարևոր է։ Որտեղ էներգիան ընդհանրապես բավականին էժան է, եւ երբ որ ցանկացած հաշվարկներ կատարվում էին, էներգիայի արժեքը վերցնում էին այնպիսի կոպեկներ, որ համակարգից յուրաքանչյուր միավոր անջատված էներգետիկ հզորությունների միջև 25 թվականի 2000 էներգետիկ հզորությունների զարգացման սցենարների մշակման սցենարներից գրեթե բոլոր տողերում, բոլոր տարբերակներում մտած է էներգախնայողության տող։ Այսինքն մենք հաշվում ենք ենթադրենք ատոմային էներգաբլոկ պետք է կառուցենք, դա պետք է համեմատվի նաև էներգախնայողության միջոցառումների։ Այստեղ իհարկե մենք արդեն սակրալի առաջին դեպքությունը դիտակցելով քաղաքապետի հանրարարությունները եւ իր մոտեցումը այս աշխատանքին։ Ես ուզում եմ իմ ներողամտությունը հայցել Երևանի քաղաքացիներին, բոլոր քաղաքացիներին, որ այսօր այդ հասկանում ենք նաև խոչընդոտի եւ դրա դժվարությունների մի ժամվա չափը, բայց կձգտեմ, որ հնարավորին չափ այնպես կազմակերպել, որ չխանգարի աշխատանքների եւ լինի նորմալ կազմակերպված այդ աշխատանքը։ Եվ մասնակցել նաև խնդրում եմ բոլորին անձամբ անհատական մասնակցություն ունենալ, նույնիսկ բնակարանում այդ մի ժամը անջատելը 15 րոպե անջատելը ունի իր մեծ օգնությունը եւ ցանկալի կլինի, որ ամբողջ մասսայական մոտեցում լինի այս հարցին։ Այս հետևողական ակցիայի համար եւ շնորհավորում եմ տարեց տարի ավելացող կազմակերպությունների եւ քաղաքների լուսախոսում են ձեր աշխատանքի մասին եւ ձեր հետևողական վերաբերմունքի մասին։ Իսկապես մոլորակի ժամը որպես նշելու համար սիմվոլ է ընդունված էլեկտրաէներգիայի կրճատումը։ Նույն հաջողությամբ կարող է լինել ջրի ծորակի չբացելը կամ այլ ակցիաներ մեքենա չվարել եւ այլն, որտեղ այս բոլորը, այսինքն մարդը ինչին որ կպնում է, անպայման որևէ վնաս հասցնում է մեր մոլորակին։ Եվ մեր խնդիրն է հնարավորինս անել գործողություններ այդ վնասը մեղմելու համար, որովհետեւ առանց այդ ազդեցության կարծես թե մենք չենք կարող գոյատևել։ Մեկ ժամով լույսեր անջատել կամ չօգտվել էլեկտրաէներգիայից իսկապես սիմվոլիկ է եւ կարծում եմ հայ ժողովրդի համար, Հայաստանի բնակչության համար, ով տարիներով եւ օրերով լույս չի ունեցել,
կարծես թե այս մեկ ժամը էլի մտորելու առիթ է տալիս եւ էլի վարքագծային, ինչպես նշեց պարոն Ծառուկյանը, նորմեր է սահմանում, որովհետեւ մենք այդ մի քանի տարվա ընթացքում գրեթե մի ամբողջ սերունդ վերադաստիարակվեց եւ մեր բոլորի տներում ես կարծում եմ հիմա չկա այն շռայլությունը, որը եղել է շատ տարիներ առաջ։ Էներգախնայողությունը աշխարհում համարվում է էլի էներգիա, խնայված էլեկտրաէներգիան եւս չափվում է այդ նույն կիլովատերով կամ մեգավատերով եւ կա նույնիսկ տերմի մեգավատ, այսինքն չծածկված էներգիա, եւ մենք պետք է ամեն մեկս մեր գործով կարողանանք նպաստել այդ էներգիայի չարտադրելուն եւ այդ չարտադրված չծածկված ռեսուրսը ավելի երկար սերունդներին թողելու նպատակով։ Ես չեմ ուզում անդրադառնալ արտանետումներին, որովհետև դրա մասին խոսվեց եւ կարծում եմ կխոսվի իմ գործընկերների կողմից։ Ես ուզում եմ նշել, որ հիմնադրամի գործունեության 7 տարիների ընթացքում իրականացվել է ծրագրեր, որոնք կոնկրետ միջոցառումներ, որոնք դպրոցներում, բազմաբնակարան շենքերում օգնել են կրճատելու էներգետիկ ծախսերը։ Եվ ուզում եմ այս բանին ընդգծել ժուրնալիստների դերը այս գործում։ Հավատացեք, համար 1 ներդրումը դա լրատվության եւ իրազեկման միջոցով է տեղ ունենում աշխարհում։ Իդեպ էներգախնայողության համար կարիք չկա միլիոններ ծախսել, բավական է ուղղակի իրազեկել։ Դրա համար ես ուղղակի որպես հիմնադրամ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում ցանկացած ժամանակ, եթե ձեզ պետք են անհրաժեշտ լրացուցիչ նյութեր այդ ինֆորմացիան բոլոր հնարավոր առիթներով սփռելու եւ օգտագործելու, ես միայն ցանկանայի ողջունել եւ բոլորի շնորհակալ կլինեինք նաեւ ձեր մասնակցության համար։ Լավագույն մասնակցությունը մոլորակի ժամին ձեր կողմից դա կլինի նմանատիպ տեղեկատվության եւ նմանատիպ ինֆորմացիաների սփռման։ Շնորհակալություն Տիկին Բաբարյան։ WS Earth Hour. HSBC-ն միանում է ակցիային եւ 51 երկրներում գրասենյակներում նույնպես մենք անջատել ենք մեր լուսերը, ներառյալ Հայաստանի գրասենյակները։ HSBC offices and branches in countries across the globe will be participating in the big switch off, with employees showing their personal support by spreading the switch off to their homes and among friends and family. Ակցիային մասնակցում են նաև մեր բոլոր աշխատակիցները ամբողջ աշխարհում, լույսերի անջատումը տանելով նաև իրենցում, այսինքն տաներում էլ անջատելով, ինչպես նաև իրենց ընտանիքներին եւ այլն այս ակցիայի մասին տեղեկացնելով, որը նույնպես կարևոր է։ Across the globe, HSBC is demonstrating its commitment to Earth Hour 2013, not only by switching off lights in buildings, but also by aiming to reduce its annual employee carbon emissions by 1 ton from 3.5 in 2012 to 2.5 in 2020. Բացի այս ակցիային մասնակցել է HSBC-ն նաև խրախուսում է թե իր աշխատակիցների եւ թե ամբողջ աշխարհում ուսում է սատարել նաև CO2 արտանետումներին եւ մենք ունենք հստակ պլաններ, թե ինչքանով պիտի նվազեցնենք յուրաքանչյուր աշխատակցի գծով ծախսած էներգիան, այսինքն մեր ազդեցությունը բնության վրա յուրաքանչյուր աշխատակցի կտրվածքով։ Շնորհակալություն եւ նշեմ, որ մենք համաձայն ենք բոլոր այն նշված բաներին, որ այստեղ ասվեցին, ինչպես նաեւ նրան, որ քաղաքապետարանը առաջին անգամ է, որ ամբողջ քաղաքի լուսավորությունը անջատել է։ Շնորհակալություն։ Ազգային համակարգող Արամ Գաբրելյանը։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, գործընկերներ, այստեղ ակցիայի մասին բոլորը խոսեցին, ես մի քիչ ավելի այդ տեսակետ կհայտնեմ այդ ջերմաստիճանի կլիմայական միջին ջերմաստիճանի բարձրանա 0.7-0.8 աստիճանի, դժբախտաբար մենք վերջին ֆրագներով ունենք, որ դա բարձրացել է արդեն 1.03 աստիճան միջին կլիմայականը տարեկան։ Դա բավականին վտանգիչ է, որովհետև այն գործընթացները, որ ընթանում են կոնվենցիայի շրջանակներում, այն է, որ զսպել ջերմաստիճանը 2 աստիճանի սահմաններում գլոբալը,
դա նշանակում է Հայաստանի դեպքում դա կլինի 3 աստիճանից բարձր։ 3 աստիճանից բարձր բավականին մտահոգիչ է։ Ես չէի ասել, թե մտահոգիչ այնքան, որ դա աղետալի է, բայց ուշադրությունը պետք է ավելի իհարկե սևեռել խնդրի վրա։ Քանի որ այսօրվա ակցիան էլեկտրաէներգետիկային է վերաբերում, ես 2 թիվ ևս բերեմ, եթե անցյալ տարվա ակցիայի ժամանակից հարց տվեցի լրագրողները, թե 1 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար որքան ջերմոցային գազեր է արտանետվում, անցյալ տարի դա 170 գրամ էր 1 կիլովատ-ժամին։ Այս տարի, այսինքն նախանցյալ տարի, 2012 թվականին մենք ունենք կառուցած բազայինից 190 գրամ է, այսինքն 1 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտադրության համար մեր մոտ այդքան է արտանետվում։ Ըստ որոնց ես պետք է ասեմ, որ դա վերաբերում է ամբողջ էլեկտրաէներգետիկային, այսինքն մեջը կա եւ ատոմայինը, եւ հիդրոն, եւ ջերմայինը, այսինքն դա վկայում այն մասին, որ ջերմաէլեկտրակայանների բաժնի մասը ավելացել է։ Հանրապետությունը չունեին քանակական պարտավորություններ ջերմոցային գազերի կրճատման ուղղությամբ, ապա նոր արձանագրությունը, որ պետք է ընդունվի, գուցե նա նույնիսկ փոխարինի Կիոտոյի արձանագրությանը, չնայած այդտեղ վեճեր են գնում, արդեն նաև զարգացող երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է վերցնի քանակական պարտավորություններ կրճատելու կամ սահմանափակելու։ Մեր Հայաստան որոշում ունենա, բայց դա շատ արդար է եւ իմ կարծիքով այդ գործընթացը այդպես էլ կշարունակի, այսինքն զսպել արտանետումների աճը տնտեսական աճի հետ մեկտեղ, դա շատ կարևոր խնդիր է եւ այսօրվա ակցիան ըստ էության, ինչպես նշվեց, թեև սիմվոլիկ է, բայց դա իմ կարծիքով կարևոր է գոնե տարին մեկ անգամ ուշադրությունը խնդրի վրա սևեռելու համար։ Ինչպես նշվեց, պարոն Ծառուկյանը դա նշեց, իսկապես գոյություն ունի լուրջ կոնֆլիկտ